Տեսեք, ես որպեսի մենակ ես չասեմ, ուրեմն երեք միջազգային հեղինակավոր Human Rights Watch կառույցի նախկին ղեկավար Քենեթ Ռոթը պաշտոնապես հայտարարել է, որ արևմտյան երկրների այս իմպերատիվ աջակցությունը Հայաստանի փոքրիկ դիկտատորիկին դա մեծ վտանգ է սպառնում իր մեջ, որովհետև հայ հասարակության մեջ կարող է փլուզվի Եվրոպայի եւ եվրոպական արժեքների ամբողջ գաղափարը։ Եվ ես միակարծիք եմ պարոն Ռոթի հետ, որովհետև իսկապես այն ինչ որ կատարվում է Հայաստանում, դա կոչվում է սողացող բռնատիրության հաստատման փորձ։ Նման փորձ ժամանակին արել է հիտլերյան Գերմանիայում Հիտլերը նացիստական իր կուսակցության հետ միասին, երբ որ Ռայխստագը հրկիզեց եւ գցեց կոմունիստական կուսակցության վրա 33 թվականին փետրվարի 27-ին, երբ որ մարտի 5-ին պետք է անցկացվեր ընտրությունները, այսինքն մի շաբաթ անց, եւ կարողացավ ինչ որ ձևի այսպես ասած պահպանել իր իշխանությունը, զրկելով ամենահեղինակավոր այն ժամանակվա Գերմանիայի կուսակցությանը, բայց որից հետո ամենը 6 ամիս հետո այդ երկրում հաստատվեց բացարձակ բռնատիրություն։ Բայց ինչ կատարվեց հետո։ Հիտլերը Գերմանիայի համար բերեց մեծ պատերազմ, տարածքների կորուստ, 9 միլիոն գերմանացի զոհվեցին այդ պատերազմի արդյունքում, աշխարհին մեծ արհավիրք բերեց։ Հիմա իհարկե այսօրվա Հայաստանի ղեկավարին Հիտլերի հետ համեմատելը շռայլություն կլինի, որովհետև սա փոքր երկիր է, փոքր երկրի Հիտլերն է ինքը, հայտ է ներկայացնում իր պահվածքը, իր հրետորաբանությունը, իր քայլերը, իր մտածողությունը, իր համար երեք նախագահները դրանք հանցագործներ են, որոնց պետք է սպանել։ Ես ուզում եմ, որ դրա մասին լսի Ֆրանսիայի այսօրվա դեսպանը եւ ԵՄ-ի ներկայացուցիչը եւ ընդհանրապես արևմտյան երկրների ղեկավարները, որովհետեւ ըստ էության այս մարդը բռնատիրական հակումներով, բռնատիրական պատկերացումներով անձնավորություն է։ Իր համար 3 նախագահները հանցագործներ են, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը հանցագործներ են, որոնց պետք է գնդակահարել, իր սատկացները նշանակում է գնդակահարել։ Իր համար նախին վարչապետ Վազգեն Մանուկյանը, նախին արտգործնախարար Ռաֆի Հովհաննիսյանը, դրանք բանձիտներ են, Զարուհի Փոստանջյանը, դա բանձիտ է, այսինքն այս մարդու համար բացի Իրանից եւ իր խմբակից այլ քաղաքական ուժ չկան աշխարհում։ Ըստ էության սա նույն մտածողությունն էր, որի ժամանակ Ստալինը ըստ էության ձևավորում էր բռնատիրական ռեժիմ։ Հիշեք, որ Ստալինը չեն լսում այդ եվրոպացի պաշտոնյաները։ Ես ասեմ ձեզ, ես ուղղակի ուզում եմ հղումանալ Ռոթի հայտարարությանը երեկվա, որտեղ նա հայտարարեց, որ փաստացի եվրոպական ղեկավարները փոխանակեցին Հայաստանում դեմոկրատիայի գաղափարը աշխարհաքաղաքական իրենց շահերով։ Սա ուղիղ իր ցիտումն եմ տալիս ներկայացնում։ Այսինքն աշխարհաքաղաքական պայքարի հետևանք է, այո, բացարձակապես իրենց հետաքրքիր չի Հայաստանում դեմոկրատական արժեքները, իրենց հետաքրքիր չի թե հայ ժողովուրդը ինչ արժեհամակարգով պետք է ապրի։ Դա ցույց տվեց նաև Վրաստանի փորձը։ Վրաստանը նույնպես ձգտում էր դառնալ Եվրոմիության անդամ, եւ իրենք կասեցրեցին այդ գործընթացը, նշեցին, որ մեզ հետաքրքիր չի Եվրոմիության անդամ դառնալը առանց միանալու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների։ Սա ուղիղ ցիտումն եմ ասում։ Այսինքն, երբ որ Եվրոմիությունը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի հետ, իրենք ասում են ԵՄ-ի անդամ դառնալը ավտոմատ պետք է նշանակի Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմ սկսելը։ Սա ավտոմատ դա է նշանակում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանին աջակցելով իրանք ակնկալում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է տնտեսական պատերազմ վարի Ռուսաստանի հետ։ Հասկանալի պատճառներով ինքը դրա մասին այսօր չի հայտարարում, բայց ընտրություններից հետո իրեն դա պարտադրելու են, կամ ինքը ամեն ինչ անելու է, որ Ռուսաստանը այդ քայլը կատարի, որի արդյունքում Հայաստանում 3 անգամ գազի գինը կթանկանա, Ռուսաստանում ըստ էության Ռուսաստանի առևտրաշրջանության 35% այսօր պաշտոնապես Ռուսաստանի հետ է մեր առևտուրը կազմում։ Բնականաբար Հայաստանի իշխանությունը ամեն ինչ կանի, որ այդ քայլը Ռուսաստանի կողմից լինի, որպեսզի վերջում մեղադրի Ռուսաստանին ոչ թե իրեն։ Եթե հիշում եք, ինքը ասում է մենք ոչ թե հապկից ենք դուրս գալի, հապն է դուրս գալի Հայաստանից։ Այսինքն իրենց նպատակն է, որ հապկը պաշտոնապես հայտարարի, որ ինքը դուրս է թողնում Հայաստանը հապկի կազմից, որպեսզի հետագա բացասական հետևանքների համար ինքը ոչ թե անձամբ պատասխանատվություն կրի, ասի որ հապկն է մեղավոր։ Այս մարդու ամբողջ գործունեությունը ի սկզբանե պատասխանատվությունը ուրիշների վրա գցելու խնդիրն է եղել։ Նախկինների վրա, հետո Ռուսաստանի վրա, վաղը կգցի արդեն իր մոտիկ գործընկերների Մակրոնի վրա, Միացյալ Նահանգների վրա։ Սա շատ པարզ անպատասխանատու մարդու գործունեություն է, որի կյանքի նպատակը
պատասխանատվություն չկրել եւ մաքսիմալ իր օգուտները ունենալ եւ չունենալով որևէ կարմիր գիծ բարոյական իմաստով։